Տիկին Գյուրեգյան, խնդրեմ։ Տիկին Գրիգորյան, մարտին երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կսկսվի։ Արդյոք այս հայտարարությունը ձեր ծառայության օպերատիվ արտաքին հետախուզության ծառայության որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե դուք տեղյակ չէիք այդ հայտարարությունից եւ եթե ոչ, ապա արդյոք դուք փորձել եք հասկանալ ինչ հիմքով նման հայտարարություն արվեց եւ փորձել եք արդյոք օպերատիվ հետախուզական որոշակի տվյալներ ստանալ նման հայտարարությունը ճշտելու կամ փաստը արձանագրելու համար։ Ովքեր էին նրանք, ով է այն երկիրը, որն է այն երկիրը, որ այդ պատերազմը պետք է սկսի մեր դեմ։ Շնորհակալություն Տիկին Գյուրեգյան հարցի համար։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որով նախատեսված է ծառայության լիազորությունների շրջանակը, մենք որևէ իրադարձության չենք սպասում տեղեկություններ հավաքելու Հայաստանի անվտանգային ռիսկերի վերաբերյալ, եւ դա անում ենք 24/7 ռեժիմով։ Ինչ վերաբերում է պարոն վարչապետի հայտարարությանը, կարծում եմ շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը։ Իր ասածը հետևյալն էր, որ եթե քաղաքական նախընտրական փուլում, քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածը այս տրամաբանությունն է։ Ինչ վերաբերում է ծառայությանը, մենք ինչպես ասեցի, անդադար բոլոր հնարավոր դերակատարներից սպասվող, կանխատեսվող գնահատված ռիսկերը հիմնված հետախուզական տեղեկությունների անկողմնակալ վերլուծության վրա զեկուցում ենք ըստ սահմանված կարգի։ Շնորհակալություն։ Արձագանք։ Այսինքն փաստվեց, որ արտաքին հետախուզության ծառայությունը որևէ նման տվյալ չունի, դա ընդամենը վարչապետի քաղաքական հայտարարություն էր, որը մենք սովոր ենք, մեր երկիրը գիտի, որ հայտարարությունն արվում է այն պահին այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս, եւ դա որևէ տրամաբանական հիմք չունի։ Շնորհակալություն։ Տիկին Գյուրեգյան, ձեր լոգիկայի պայմաններում կարող ենք նաև շատ բան փաստել ձեր ասածից կամ ինչը այդպես չէ օբյեկտիվ իրականության մեջ։ Շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։